2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 71% տնտեսական աճ, իսկ հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, ուղղված տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը։ Կապիտալ ներդրումներն ուղղվել են մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, տվյալները ներկայացնում էին ֆինանսների նախարարությունից։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ։ Այս ցուցանիշը 307 միլիարդ դրամով ավելի է 2024 թվականի համեմատ, իսկ 2017-ի համեմատությամբ աճել է 2.3 անգամ։ Այս մասին հայտարարվել է Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նախորդ տարի կառավարության պարտք-ՆԱ հարաբերակցությունը որոշակիորեն նվազել է և պահպանվել 50%-ից ցածր մակարդակում։ Կենտրոնական բանկի տվյալներով հարկային եկամուտներն էլ 2024-ի համեմատ աճել են մոտ 14%-ով, իսկ հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացել է 0.6%-ային կետով, կազմելով 24.1%։ Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում։ Այս մասին հայտարարել են երկրի ձկնաբուծության դաշնային գործակալությունից։ Բացի կենդանի ձկից Հայաստանից Ռուսաստան է մատակարարվում նաև սառեցված ձուկ։ Նշվել է, որ իշխանի մատակարարումների տեսանկյունից այն Հայաստանի ներմուծման մեջ բավականին մեծ ծավալ էր զբաղեցնում։ Սակայն ըստ գերատեսչության այս հանգամանքը որևէ կերպ չի ազդի ներքին շուկայի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իշխանի սեփական արտադրության բավարար ծավալ։ Բացի այդ, շեշտվել է, որ ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում Թուրքիայով։ Հեղինակավոր Financial Times-ը գրում է, որ Եվրոպան կարող է բախվել զանգվածային գործազրկության, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ցնցումների ֆոնին անհապաղ չիրականացվի տնտեսության կարգավորում։ Պարբերականի տվյալներով եվրոպական երկրների օրենսդիրները բավարար ակտիվություն չեն ցուցաբերում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում։ Մինչդեռ գազի գների աճը նվազեցնում է Եվրամիության մրցունակությունը համեմատած Միացյալ Նահանգների հետ։ Եվրամիությունը պատրաստվում է սահմանափակող միջոցներ ներդնել Թեհրանի նկատմամբ միջազգային ջրերում նավագնացության ազատության սկզբունքները խախտելու հիմնավորմամբ։ Այս քայլն ուղղակիորեն առնչվում է Կարմիր ծովում և Հորմուզի նեղուցում վերջին շրջանում տեղի ունեցող սրացումներին, որտեղ Եվրամիությունն իրականացնում է իր ռազմածովային առաքելությունը։ Արևմուտքը փորձում է իրավական և տնտեսական լրացուցիչ լծակներով զսպել Իրանի ազդեցությունը գլոբալ նավագնացության կարևորագույն հանգույցներում։ 2026-ի առաջին եռամսյակում եվրագոտու տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0.2%-ով։ Ցուցանիշի նվազում արձանագրվել է առաջին անգամ 2022 թվականի 4-րդ եռամսյակից ի վեր։ Գնահատականի այս զգալի փոփոխությունը պայմանավորված է Իռլանդիայի ցուցանիշների վերանայմամբ։ Հաշվետու եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 12.1%-ով։ Չինաստանի արժութային պահուստները, որոնք խոշորագույնն են աշխարհում, մայիսին նախորդ ամսվա համեմատ աճել են 31.7 միլիարդ դոլարով, կազմելով 3 տրիլիոն 442 միլիարդ դոլար։ Սա առավելագույն ցուցանիշն է 2015 թվականի հոկտեմբերից ի վեր։ Մայիսի վերջի դրությամբ ոսկու պահուստներն էլ կազմել են 74.96 միլիոն ունցիա, մեկ ամիս առաջվա 74.64 միլիոն ունցիայի դիմաց։ Գլոբալ ֆինանսական շուկաներում շաբաթվա սկիզբը անկայուն է։ Երկուշաբթի օրը համաշխարհային բորսաները գրանցել են վերջին ամիսների ամենակտրուկ անկումը, մինչդեռ նավթի գները թռիչքաձև աճում են։ Պատճառը Մերձավոր Արևելքում բռնկված ռազմական գործողությունների նոր էսկալացիոն փուլն է Իսրայելի և Իրանի միջև, որը սպառնում է տապալել Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի գործընթացը։ Այս բախումները փաստացի կասեցրել են Հորմուզի նեղուցով հում նավթի փոխադրումները, ինչն էլ անմիջապես
մասնավորապես հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի։ Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը աճել է 4.54%-ով, 1 բարելի համար կազմելով $97.32։ Նյու Յորքի ապրանքային բորսայում էլ WTI ամերիկյան նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է $3.94-ով, 1 բարելի համար հասնելով $94.48։ Այս ամենի ֆոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է փրկել իր իսկ միջնորդությամբ ապրիլին հաստատված հրադադարը։ Դուք արդեն արձակել եք ձեր հրթիռները, հերիք է, վերադարձեք բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության եկեք։ Սակայն փորձագետները նշում են, որ խաղաղության հասնելն այլևս շատ ավելի բարդ է։ Իրանը պահանջում է, որ ցանկացած հրադադար ներառի նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումը։ Վերջին իրադարձությունները ավելի են բարդացրել մոտալուտ գործարքի հնարավորությունները։ Գլխավոր խոչընդոտները մնում են անփոփոխ։ Իրանի սառեցված ակտիվների ճակատագիրը, հարստացված ուրանի պաշարները, Լիբանանում տիրող իրավիճակը եւ այն, թե ով է ապագայում վերահսկելու Հորմուզի նեղուցը։ Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս եկավ OPEC+-ի կազմից, իսկ կառույցի կողմից արդյունահանման ծավալների չնչին ավելացումը որևէ ազդեցություն չունեցավ շուկայի վրա, քանի որ նեղուցը փակ է։ Ֆինանսական ամենամեծ հարվածը ստացել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Միացյալ Նահանգներում էլ հիասթափությունը երկակի է։ Բացի արտաքին քաղաքական ճգնաժամից աշխատատեղերի վերաբերյալ դրական զեկույցը մեծացրել է մտավախությունները, որ դաշնային պահուստային համակարգը կբարձրացնի տոկոսադրույքները։ Բացի այդ, ներդրողները վախենում են, որ արհեստական բանականության բումով պայմանավորված տեխնոլոգիական բաժնետոմսերի վերելքը մոտենում է ավարտին։ Միջազգային վերլուծաբանները կանխատեսում են, եթե առաջիկա ժամերին կողմերը չգնան դեէսկալացիայի եւ Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ, նավթի գների աճը կշարունակվի, հանգեցնելով համաշխարհային գնաճի նոր ալիքի եւ ել ավելի մեծ ճնշում գործադրելով ֆոնդային շուկաների վրա։ Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2026 թվականի մայիսի ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը, ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։ Մայիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 38.1 միլիարդ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 53 գործարք, ավելի քան 8.3 միլիարդ դրամ ծավալով։